Նախ խոսքը ստեղծի իրավունների մասին, պետք է ձեզ տեղեկացնեմ, որ բոլոր իրավոր զինծառայողները առաջի սպորտանից եղել են մեր ուշադրության կենտրոնում, գրեթե բոլորին անձամբ ես այցելել եմ եւ դա եղել է եւ Մարտակերտի հոսպիտալում, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, Ստեփանակերտի հիվանդանոցում, Սիսիանի հոսպիտալում զինվորական երևույթի բժշկական կենտրոնում, Այրվածքաբանական կենտրոնում, աչքի հիվանդանոցում, Աստրիկ բժշկական կենտրոնում, Գրիգոր Լուսավորիչում եւ իհարկե կենտրոնական կայազորային հոսպիտալում։ Բոլոր մեր զինծառայողները եղել են ամենալուրջ բժշկական վերահսկողությամբ շրջապատված եւ մենք առանձնահատուկ տեղ ենք տվել ծանր եւ ծայրահեղ ծանր մեր տղաներին։ Երեք նաեւ ես եղել եմ վերականգնողական կենտրոնում, հաշվի առնելով, որ դեռևս 10 օր առաջ հայտարարեցին, դեռևս չունենք տղաներ, որոնք կարիք ունեն վերականգնողական բուժման, բայց արդեն այսօր մենք մի քանի մեր զինծառայողների, մեր տղաներին տեղափոխել ենք վերականգնողական կենտրոն, Կարմիր խաչի կենտրոն, որտեղ որ առանձնահատուկ կուզեի նշել, որ հաջողություններ է գրացվում, մասնավորապես տղաներից մեկի հետ, Հայկի հետ, որը ներթափանցող գլխուղեղի վնասվածք ուներ, ես անձամբ քայլել եմ եւ մյուսը մեր Հայկը եւս խոստացավ, որ 4 շաբաթ հետո գալու պես եւս փորձի ոտքի կանել եւ կուզեի, որ թերհավատություն չլինի հայկական բժշկությանը, հաշվի առեք նաեւ, որ այս քառօրյա պատերազմի ընթացքում նվազագույն սանիտարական կորուստներ են ունեցել, հաշվի առնելով, որ բժշկական անձնակազմը ամբողջական եղել է տղաների կողքին ամենաբարձր արհեստավարժական հմտություններն ու գիտելիքները ցուցաբերելով, նաեւ մարդկային ջերմություն ցուցաբերելով։ Ինչ վերաբերում է ծնողներին, ես վերջի օրերին գրեթե ամեն օր ծնողների հետ հանդիպում եմ ունենում, նաև երեք հանդիպում ա եղել մինչև ուշ գիշեր ինձ մոտ եւ դա եղել է ընդհանուր հանձնաժողովի ներկայությամբ քննարկվել են մեր զինծառայողների առողջական վիճակները, մասնավորապես Ռուբենի եւ Արմանի ծնողներն էին նստած եւ մենք քննարկել ենք ինչպիսի վիճակում են, արդյոք նրանք այսօր պատրաստ են տեղափոխման եւ արդյոք Հայաստանում սպառված են բոլոր ռեսուրսները բուժօգնություն ցուցաբերելու։ Ծնողները իր տեսակետները հայտնեցին, իհարկե մենք չենք կարող այս հարցում զերծ լինել հուզական կոմպոնենտից, որը որ բարբերաբար լսում ենք եւ ծնողներից եւ հարազատներից, բայց շատ սթափ կարողացել քննարկումը ծավալել եւ իրենք էլ համոզվեցին, որ Հայաստանում հնարավոր է բուժման այն եղանակները, որ իրանք տեսնում են արտերկրում։ Սակայն ծնողները պնդում են, որ անկախ ամեն ինչից, հասկանալով այնուամենայնիվ, որ Հայաստանում այդ հնարավորությունը կա եւ ցես հետաքրքրող կառավարության որոշումը վերաբերում է ընդհանրակարգով այն դեպքերին, երբ Հայաստանում անհնարին է բուժման այս կամ այն տեխնոլոգիան կամ մասնագետի առկայությունը, համոզվեցին, որ Հայաստանում սա հնարավոր է եւ Հայաստանը փորձ ունի, սակայն ցանկություն են հայտնում ամեն դեպքում տեղափոխել եւ մեր աշխատանքը կլինի այստեղ այդ ամբողջ ընթացակարգային գործընթացը ապահովել, լոգիստիկ մեթոդաբանությունը ամբողջը վերցնել մեր վրա, անկախ նրանից նրանք հրաժարվում են, թե նրանք պահանջում են այստեղ շարունակել, մենք պարտավորություն ենք զգում ծնողների առջև եւ այդ աշխատանքները կազմակերպելու ենք իրենց հետ համատեղ։ Նաեւ աշխատանքները կազմակերպելու են բարերարների հետ, հաշվի առնելով, որ այդ տեղափոխումները, որոնք ծնողները որոշել են իրականացնել ինքնուրույն, որոշակի ծախսերի հետ է կապված լինելու եւ այդ բարերարների հետ եւս մենք աշխատել ենք։ Պարոն նախարար, հստակեցման համար, այսինքն տեղափոխվելու են զինվորները։ Երկու ծնողներն էլ ունեն այդ հնարավորությունը, բայց հարցը կանգնած է այդ. արդյոք նա կարող է այսօր, եթե ջերմություն ունի, եթե նա պարկելախոց ունի եւ եթե նա թթվածին կախված է, երկու մեր զինծառայողները թթվածին կախվածություն ունեն, 4-5 լիտր թթվածին են նրանք րոպեի մեջ օգտագործում, մասնավորապես Արմանի ջերմությունը երեկոյան եղել է 38 եւ նա ունի պարկելախոց, բացի այդ նա ունի խողակ, կերակրափող եւ շնչափող միացնող, որը Հայաստանում հաջողությամբ կարելի է վիրահատել, բայց այս պահին դա անհնարին է իրականացնել, հաշվի առնելով, որ խողակը պետք է ձևավորվի։ Դա հղի է նոր խողակներով, հղի է բարդություններով եւ հուզական կոմպոնենտը ապահովելով կարողացանք կոնտակտի մեջ բացատրել մասնագետները, բացատրեցին, որ այստեղ կամ որևիցե այլ երկրում, ի դեպ այդ երկրի մասնագետները տարբեր երկրների մասնակից են եղել եւ կարողացան բացատրել, որ ամեն դեպքում ժամանակի խնդիր պետք է լինի, մինչեւ ձևավորվի։ Ինչ վերաբերում է Ռուբենին, նա դեռևս սպինալ շոկ, այսպիսի եզրույթ կա,
բժշկության մեջ այդ փուլում է եւ ինչքան մենք հեռանանք տրավմայի օրվանից, այդքան ավելի բուժման հաջողությունը բարձր է լինելու։ Դեռևս վտանգները բարձր են, այդ ռիսկերը մանրակրկիտ բացատրվել է, ամեն դեպքում ծնողի իրավունքն է եւ զինվորի իրավունքն է բուժումը այլ հիվանդանոցում Հայաստանում կամ այլ հիվանդանոցում արտերկրում իրականացնել եւ այդ իրավունքը նրան իրականացնելուց մենք ամեն դեպքում մեր տղաների կողքն ենք լինելու եւ մեթոդաբանությունով եւ բարերարների հետ աշխատանք ձևավորել։ Իսկ պետական բյուջեին ֆինանսական աջակցություն այդ դեպքում չի լինելու, երբ որ ընտանիքը որոշի այնուամենայնիվ տեղափոխվել։ Կառավարության որոշումը, ես արդեն ասացի, վերաբերում է այն դեպքերին, երբ այդ վիրահատությունը կամ այդ բուժման եղանակը բացակայում է Հայաստանում։ Եթե նա առկա է եւ հաջողությամբ կարելի է իրականացնել, կառավարության որոշումը վերաբերում է միմիայն բացակայող մեթոդաբանություններին, տեխնոլոգիաներին եւ բժշկականին։ Այսինքն ասելով կողքին եք լինելու բարոյական աջակցությունը բացառապես նկատի ունեք։ Դուք կարող եք ծնողների հետ այդ հարցը քննարկել, ես կարծում եմ արդեն բարերարներ կան եւ փոխանցումներ իրենք ունեն եւ արդեն իսկ պայմանավորվածություններ կան։ Ես ինքս եմ զանգահարել խոսել իրենց ներկայությամբ, իրենց ընտրած Համբուրգի կլինիկայում խոսել ենք այնտեղ։ Համոզված եմ, որ նրանց վստահությունը ծնողների եւ նրանց հույսը սրանով միայն ավելացել է եւ ամենակարևորը որ թողունությունը պահպանված է նաեւ մեր տղաների աչքերի մեջ։